Խնդրում եմ ես վիդեոյի գցե, որ ինձ մոտիկանում են չափից շատ տարիքով մեծ դյադկաներ 50+, հիշացնում եմ ես 28 եմ, ոնց որ այդքան էլ համապատասխան չի, ես իրա աղջկա տարիքին եմ իրանց այդ պոտենցիալ դյադկաների։ Այդ վիդեոյի տակ կոմենտներում հավաքվել են Հայաստանի համայն քյարթուշկաների եւ քյարթուների միությունը ու это просто trash, որ հասկանաք կոմենտներում ով իմ մասին վատ բան է գրում, իմ արտաքինն է քլնգում, որ ես մեծ եմ երևում, բլա բլա բլա, գերշ եմ, ցենց եմ, նենց եմ, իրանք ինձ հետո SMS-ով գրում են, մտնում եմ, տանում եմ, իրանք ինձ follow են, ու իրանք ինձ վատ բաներ են գրում, իմաստը, կարաս հանես, զզվում ես ինձանից, Просто բլոկի ինձ, բլոկի, ես իբր այդ վիդեոն արել եմ, որ պարզ ասեմ, որ այդ կատեգորիայի քյարթու մարդիկ, դյադկաներ 50+, քյարթու տղաներ, կապ չունի, եթե դուք դաժե ձեզ համարում եք ժամանակակից, բայց հիմնականում Հայաստանի մեծ մասը տղաների, ովքեր ուզում է ժամանակակից երևա, փորձում է ժամանակակից լինի, իրականում քյարթու են, ինչքան էլ իրանք ժամանակակից հագնվեն, փորձեն, ինչ-որ դենց բաներ անեն, որ արդեն մտածելակերպից ես խոսում, это просто trash, իրանք ահա որ քյարթու են, սկզբում իրանք իհարկե ձևանում են, որ իրանք դենց просто ալտուշկաներ են, ալտուշկաների տղեկի տեսակը որն է, ալտուշներ են, в общем, они крутые прям, բայց որ շփվում ես, նենց ռանդոմ պահի նենց բան են ասում, նենց բան են իրանց թույլ տալիս, որ դու просто շշմում ես, որ այդ նույն քյարթուն է, просто ինչ-որ մի երկու տատու ավել ու չգիտեմ, ինչ-որ oversize վերխով, oversize շալվարով, ոչ բոլոր հայ տղաների, բայց 99%-ի մոտ վիճակը շատ բարդ է, խե աղջիկների ցուցակը չեմ ասում այդքան, որտեղ աղջիկների մեջ ադեկվատները շատ են ու ավելի ժամանակակից են, շատ ժամանակ դաժե արտաքնապես չես ասի, որ դիմացի աղջիկը հայ է, ոչ մենակ արտաքինը, որ սկսում ես շփվել, հասկանում ես, որ այդ աղջիկները ադեկվատ են, չգիտեմ, միզագինիա չունեն, իրանք պոզիտիվ են, իրանց մտածելակերպը բավականին ադեկվատ է, իրանց մոտ քյարթու բաներ չկա, ոնց որ տղաների մոտ, ուտեղ հասկանում ես, որ խնդիրը իրականում շատ ժամանակ տղաների մեջ է, Ես այլի սրաչը կգնա կոմենտներում, ոչ մեկ չի խոսում է դրա մասին, որ ես չասեմ, մեկը չեմ խոսում, զզվում են ինձանից, վատ բաներ են ասում, խոսում եմ, վատ բաներ են ասում, oversize եմ հագնում, ինչ-որ պապիներ են գալի, դիմացած կանգնում, ասում են, հիմա դու աղջիկ ես, թե տղա բարձր չենք ջոկում, ես ինչ աղջիկների վիճակը ու դու սենց նայում ես ասում ես, բլին, բաց եմ հագնվում, վատ, փակ եմ հագնվում, էլի ինչ-որ կպնում են, որ շատ քիփ է փակը, կամ շատ ինչ-որ փակը ընդգծող է, oversize ես հագնում, մտածում են դու տղա ես, տենց գալիս դիմաց կանգնում, տենց բաներ են ասում, определитесь уже, ոնց որ հայերով հավաքվենք, մի հատ հասկանանք, էլի, ինչ ենք ուզում, մենք вообще իրարից, դրա համար է խոսում եմ, խոսալու եմ, Եղավ, մեկը զզվում եք, մեկը նեգատիվ բաներ եք գրում։ Մի հատ վիդեո է տեսել, վերջերս մի հատ ռուս տղա էր վիդեո էր գցել, այնց դուրս եկա, որ ինքը ականջողներ ունի, այստեղ պիրսինգներ մի քանի հատ, տատուներ ունի, քթին պիրսինգ ունի, եթե չեմ սխալվում։ Ոչ, մի հատ sense красавчик, адекватный чел, ինքը ասում է շատ տարբեր ռեակցիա են գրում, որ ես прям вызывающий եմ, то есть իմ տեսքը շատ ну типа окей չէ, էլի բոլոր ուշադրություն են դարձնում, բլա բլա բլա, բայց ես տենց չեմ կարծում, ես այնքեղ չեմ կարծում, որ տենց տղաները ինչ որ իսկական տղայի տեսք չունեն, եթե ունեն ականջողներ, պիրսինգներ, տատու, հակառակը ինձ այդ թայփի տղաները շատ են դուր գալիս, ну հիմնականում այդ թայփն եմ սիրում։ Ու այդ տղեն ասում է, որ ես ուրախ եմ, որ սենց բաներ արել եմ ինքս իմ արտաքինի հետ, որովհետև իրականում այն մարդիկ, ովքեր ադեկվատ չեն, իրանք պրոստը կկորեն միանգամից, то есть իրանք ի սկզբանե իրանք երեսը ցույց կտան ու կսկսեն խոսալ տատուներից մասին, ինչ օրիենտացիա ունես, որ ականջողներ ունես, կամ ես ինչա պիրսինգներ ունես, տատուները հոգեկան խանգարումներով մարդիկ են անում, բլա բլա բլա, в общем, ու տենց մարդկանցից ինքը հեռու ման կգա, ավելի լավ իրան պետք չի շփում տենց մարդկանց հետ ու ես համաձայն եմ։ Հա, իմ վիդեոից։ Իմ SMS-ները ավելի է շատացել ինչ-որ այդ քյարթու կերպարներից, դյադկաներից, վայ, չգիտեմ, այնտեղ վիդեոյում դաժե ես ասացի բարձ, որ նենց չի, որ ես ինքս ինձ բարձրացնում եմ, ես ինձ համարում եմ վաու, ինչ-որ չէ, պրոստը խնդրում եմ իմ մոտիկացեք, հիմա ավելի շատ են գրում, ավելի շատ են մոտիկանում, ես չգիտեմ, ասում ես բարձ, տեղ չի ասնում, չես ասում, հիմա ոչ բան չպետք է անես զուտ։ Իբր ուզեցա, որ մի բան լավ բան անեմ ինքս իմ համար, ավելի վատացրեցի վիճակը։ Խնդրում եմ աղջիկներ, շատ խոսացեք, շատ տենց վիդեոսիկներ արեք,
տարածեք ձեր մտածելակերպը, մի վախեք խոսալուց, որովհետև ես գիտեմ, որ եթե աղջիկ է սկսում խոսալ ու այդ հայ հասարակության մեծ մասի հետ մտածելակերպի հետ չի բռնում, всё, քեզնից զզվելու են, hate լինելու, բայց մի վախեցեք, որովհետև մեկը ձեզ hate-էր անելու, եթե դաժե մի փուճուր բանով տարբերվեք, չգիտեմ, օրինակ, մի հատ տատու ունենաք փոքր ձեռքի վրա, всё, դուք արդեն փչացած եք, շնորհավորում եմ, խոսացեք, եղեք նենց ոնց կաք, մի ամաչեք այդ մտքերից, վախենանք արտահայտվենք, լավ չի լինի։ Վիդեոյի տակ մի 500 հատ կոմենտ կար, ես ջնջեցի, պրոստը բացում էի, դաժե չէի կարդում, որտեվ գիտեմ, որ հավաքվել են պրոստը ոչ adekvat, իրոք քյարթու, անդաստիրակ ինչ-որ մասսա է, ովքեր պրոստը առանց ինչ-որ ֆակտի, անդաստիրակ լինելը կարծիքով են փակում ու չունեն ինչ-որ կոնստրուկտիվնի կրիտիկա չկա։ Եթե կոնստրուկտիվная критика լիներ, ես կասեի, լավ, окей, ընդունում եմ, դուք ճիշտ եք, я бы как-то поменяла бы свое мнение, но там этого нету, и там просто ноль, просто ինչ-որ վիրավորանքներ, անկապաներ, ես ինձ մտնում էի, պրոստը ջնջում էի, որովհետև մի 500 հատ կոմենտ կա, մեկը մեկից անկապ, անիմաստ, բայց հիմա հոգնեցի, էլ չեմ ջնջել, ուզում էի իբր մի քիչ sense adekvat տեսք ունենար այդ վիդեոյի տակի կոմենտները, մեր հայ հասարակությունը մի քիչ ավելի լավ կողմից երևար կոմենտներում, բայց это ես փաստ այդքան հավես չունեմ, գրեք ինչ ուզում եք, ցույց տվեք ձեր դեմքը։